Բարև ձեզ, եթերում օրակարգն է եւ ես Միրան Հակոբյանը։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, հետադարձ հայացքը միշտ հետաքրքիր է լինում եւ հետադարձ հայացքով իրադարձությունները վերլուծելը շատ արդյունավետ է լինում, հա։ Վերջին շրջանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի մասով մեր տեղեկատվական դաշտը ինչպես արձագանքեց, ինչպես է գնահատում։ Գիտեք, մի քանի յուրահատկություններ կային տեղեկատվական հոսքերում։ Առաջինը, որը երբեք չի եղել Հայաստանում, ներքին տեղեկատվական դաշտի նկատի ունեմ, որևէ բացասական արձագանք որևէ ԶԼՄ-ի կողմից չի եղել։ Բոլոր մնացած այլ ակցիաների ժամանակ եղել են ընդդիմադիրներ տվյալ ակցիաներին, եղել են պետական ընդդիմադիրներ, այսպես ասեմ, վատ լուսաբանում եղել։ Այս պարագայում շատ հետաքրքիր էր, որ բոլոր նույնիսկ հեռուստաալիքները իրենք հավասարակշռված կամ դրական կողմով են մատուցում։ Ինչու է դա պայմանավորված է նրանով, որ բոլորն են վճարում հոսանքի համար, հա, եւ որևէ մեկը, եթե ինքը իհարկե հոգեբանական խնդիրներ չունի, չի կարող կողմ լինել հոսանքի թանկացմանը։ Այսինքն ներքուս նույն օպերատորը, հա, նույն հաղորդման ղեկավարը ինքն էլ լինելով ՀՀ քաղաքացի, ինքն էլ չի կարողանա վատ բան ասել մի բանի մասին, որը իր գրպանին է հարվածում։ Դա ներքին տեղեկատվական հոսքերն են, պարզ է, որ բոլորս արդեն ճանաչում ենք մի քանի լրատվամիջոց, որոնց հիմնական գործը ժողովրդական լեզվով ասած շիրատալն է եւ դրա վրա փորձել ռեյտինգ հավաքել, ինչ որ ձևի խեղաթյուրել ինֆորմացիա կամ ինչ որ պատվեր կատարել, դա արդեն հետաքրքիր չէր, նույնիսկ մասնագետներին հա դաշտի, որովհետեւ արդեն գիտեին ով ինչ պետք է խոսա։ Իսկ արտաքին տեղեկատվական հոսքերը իսկ արտաքինի մասով տեսեք, շատ կարևոր թեմա այսպես, հա, շրջանառության մեջ դրեցիք, տեսեք, վերջին տարիներին կարծես թե աննախադեպ երևույթ էր, որ արտասահմանյան լրատվամիջոցները եւ միջազգային լրատվամիջոցները այսպես աննախադեպ ուշադրություն էին դարձնում այս իրադարձություններին եւ շատ օպերատիվ լուսաբանում էին։ Ինչով էր դա պայմանավորված, տեխնոլոգիաների զարգացումով է դա պայմանավորված, որ հնարավորություն կա ակտիվ լուսաբանելու, թե այնուամենայնիվ այլ խնդիրներ կար։ Գիտեք, եւ տեխնոլոգիաների զարգացում եւ ընդհանրապես պետք է ասել, որ 2015-ը Հայաստանի համար ռեյտինգային տարի է, այսպես ասեմ, եւ լավ առիթներով եւ վատ առիթներով իհարկե, եւ Հայաստանը միջազգային տեղեկատվական հոսքերում իր տեղն է արդեն զբաղեցրել։ Կապված այս դեպքի հետ, այստեղ հետաքրքիր երևույթ էր, մենք ընկանք ռուս-ուկրաինական տեղեկատվական պատերազմի մեջ ինչ որ չափով, հա, եւ ռուս եւ ուկրաինական լրատվամիջոցները իրենց միջև բախումը փորձեցին նաեւ Հայաստանի վրա տարածել եւ փորձել երկկողմանի ներկայացնել այստեղ որպես Մայդան, ամեն մեկը իր շահերը հետապնդելով։ Տեսեք, ռուսական լրատվամիջոցները, հա, այսպես կոչված կենտրոնական հեռուստատեսությունները բոլորը շատ ակտիվ այսպես լուսաբանում են իրադարձությունները Մայդան կամ ոչ Մայդան համատեքստում։ Այդ տեղեկատվություն ունեք, թե ուկրաինական հեռուստատեսությունը ինչ ակտիվությամբ էր սա լուսաբանում։ Կային հեռուստաընկերություններ, որոնք Երևանում էին աշխատում եւ ինչ լույսի ներքո էին փորձում Այսպես ասեմ, առաջինը Մայդանի թեման դաշտ նետել է ուկրաինական լրատվամիջոցը 24-րդ ալիքը ուկրաինական, որը ասել էր, որ Հայաստանում Մայդան է եւ այնուհետեւ մոտ 1 ժամ հետո ռուսական ընդդիմադիր Դոժձը գրեց, որ Հայաստանում Մայդան է եւ այնուհետեւ լավ իմանալով հա ռուսական ԶԼՄ-ների վարքը, իրենք հենց տեսան Դոժձը գրել է Մայդան, իրենց մոտ միացավ այնցի Մայդան ֆունկցիան, հա, ուղեղներում եւ գնաց այն ինչ որ մենք տեսանք եւ բոլորը ողջավորված արդեն փորձում են այստեղ Մայդան փնտրել, ամեն մեկը իր առիթներով։ Ասում որ ուկրաինացիները բավականին լավ լուսաբանում են այս թեման, այստեղ ներկա են 1 2 3 4 ուկրաինական հեռուստաալիքի ներկայացուցիչներ, ամեն մեկը իր նպատակով էր եկել, ես անձամբ 2 ուկրաինական հեռուստաալիքի հարցազրույց եմ տվել, բացատրելով այստեղ ինչ է կատարվում։ Իրենք ուշադիր հետևում են այստեղ, որովհետև ուկրաինացիները անհաջող Մայդան, հա, իրականացնելով գլոբալ առումով հիմա փորձում են մենակ չմնալ, հա, իրենց անհաջողությունների մեջ եւ փորձել այդ ոնց որ ժամանակին Լենինը, հա, համաշխարհային հեղափոխություններ անում, հիմա փորձում են համաշխարհային Մայդան տարածեն ամենտեղ իրենց շուրջ, որպեսզի մենակ իրենք ապուշ վիճակում չլինեն, այլ փորձեն ուրիշներին էլ գցել այդ վիճակը։ ՀՀԿ դիտորդական առաքելության կազմում, երբ որ Ուկրաինայում ընտրություններ էր, հա, անցած տարի Մայդանից
ոչ ուշ ժամանակահատված, հա, ավարտից հետո դուք նույնպես մասնակցել եք այնտեղ, ես հիշում եմ, որ հետաքրքիր այսպես մեկնաբանություններ եք անում։ Այդ տեղեկատվություն ունեք, թե այն Մայդանի այն արժեքները, որի մասին այն ժամանակ տենց հրապուրված էին եւ խոսում էին։ Հիմա ինչպես են վերաբերվում Մայդանին, հասկացությանը, գոհ են, գոհ չեն, ինչպես է դա դրսևորվում տեղեկատվական դաշտում։ Եթե չհետևել ուկրաինական լրատվամիջոցներին, որոնք հիմա բոլորը գտնվում են անխտիր վերահսկողության տակ, եւ աստված չտա որևէ ուկրաինական լրատվամիջոց այլ տեղեկատվություն տա, միանգամից փակում է կամ ծեծում են ինչ-որ մեկին կամ նույնիսկ սպանում են։ Եթե զրուցել ժողովրդի հետ, ես անցյալ տարի 5 անգամ եղել եմ Ուկրաինայում տարբեր մասերում եւ կարող եմ ասել, շատ վատ է ազդել մարդկանց վրա, հոսանքի գինը, եթե չեմ սխալվում, արդեն 15 անգամ հանգացել է, բայց այնուամենայնիվ մնում է Հայաստանից էժան, բայց գումարայինով միջին աշխատավարձը արդեն ընկել է $60-80 շրջակայքում, ահավոր արտագաղթ է տեղի ունենում, գնում են կամ դեպի Ռուսաստան, կամ դեպի Պոլշա, կախված Ուկրաինայի որ մասն է, արդյունաբերությունը համարյա թե կանգնած է, Ուկրաինային փրկում է հիմա մենակ գյուղատնտեսությունը հիմնականում, որովհետև Դոնբասը դա դարավ մի հատ արյունական տեղ Ուկրաինայում եւ գիտենք, որ Դոնբասը ուկրաինական արդյունաբերության հիմնական մասն էր կամ մատակարարներ, քարացուխը ես իմ ճանապարհներով տարբեր տեղեր է գնում, ոչ մեկ չի վերահսկում, այսինքն Ուկրաինան հիմա գոյատևում է միայն արտասահմանից եկող ինչ-որ ֆոնդերից եւ շատ խիստ վերահսկողության, դա լինի տեղեկատվական վերահսկողությունը, թե ընդհանրապես լինեն MVD-ի հատուկ ստորաբաժանումները, որոնք որտեղ բողոք լինի, նույնիսկ եթե ժողովուրդը դուրս գա բողոքելու գների թանկացման դեմ, միանգամից նստացնում են կամ դարձնում են ռուսական KGB ագենտներ եւ համապատասխան վերաբերմունք են ցուցաբերում, այսինքն իրականում ինչ տվեց Ուկրաինային Մայդանը, իրականում ոչ մի բան, հա, որտեղ մեկ օլիգարխին փոխարինեցին մյուսով, կորցրեցին հսկայական դեմոկրատական բարեփոխումներ ընդհանրապես չկան, հա, այնտեղ Սաակաշվիլին օգտագործում են մենակ որպես ինչ-որ PR քայլ, բայց նույն Օդեսայի ժողովրդի հետ որ զրուցում ես, իրենք էլ բավականին դժգոհ են այս ամեն ինչից, տարածք կորցրեցին, հա, Ղրիմը իմ կարծիքով անվերադարձ կորավ, իսկ Դոնբասը դա մնալու է երկար տարիներ Ուկրաինայի զարգացմանը խաթարող հանգամանք, որը Ռուսաստանը միշտ օգտագործել է։ Եվ հարցը ինչու՞մն է, այստեղի Մայդանի ֆանատներին միշտ ես զգուշացրել եմ, որ մենք Ուկրաինա չենք, մենք նույնիսկ Վրաստան չենք, մենք չենք կարող մեզ թույլ տալ այնպիսի կորուստներ ունենալ, որը ենթադրենք ունեցավ Վրաստանը կամ Ուկրաինան։ Եթե Ուկրաինան 46 միլիոն բնակչություն ունի, հա, եւ ցինիկ բան ասեմ, ցավում եմ շատ իհարկե այդ մարդկանց, իրենք կարող է թույլ տա 100,000 զոհ, հա, պատերազմի ժամանակ, ես մինիմալ թիվն եմ ասում, մենք իրավունք չունենք դա անելու, մենք ոչ տարածքի իրավունք ունենք կորցնելու, մենք ոչ էլ յուրաքանչյուր մարդը մեզ համար կարևոր է եւ իսկ սոցցանցերում տեղեկատվական դաշտումներ ինչպես են անցալումները ուկրաինական այն Մայդանից հետո ստեղծված մանտրաժը այսպես ասեմ, որովհետև շատ մարդիկ եկել են այստեղ, որ ահա հիմա այստեղ Մայդան է լինելու եւ իրենք խորհուրդներով կօգնեն, հա, եւ հիասթափված են բավականին, որովհետև դուք եք երևի դիտել այդ հարցազրույցը Ուկրաինայի իրավապաշտպանի հետ, որ ինքը ասում է, պատկերացնում եք, ասում է, ցրում են ժողովրդին եւ մյուս օրը ժողովուրդը գալիս է էլի նույն պայմանը ոնց կարելի է այդպիսի բան լինի, հա, որտեղ իրենք սպասում են, որ այստեղ կլինեն այլ կոչեր, կքաղաքականացվեր կամ ինչ որ թեժացվեր, կուսակցականացվեր, բայց տեսնում են, որ ոնց պահանջել են հոսանքի գնի ավելացման կասեցումը, այդպես էլ շարունակում են եւ իրենք հասկացան, որ այստեղ այդ պղտոջրում ձուկ փնտրելը անիմաստ է եւ շատերը իրոք հիասթափված նույնիսկ վիրավորանքներ, հա, հայ հասարակության հասցեին, որ սրանք Մայդան անող չեն, սրանք ռուսի ստրուկ են մնալու եւ այլն ստանդարտ այդ ֆրազաները, որոնք մենք լսում ենք նաեւ ստեղի մեր որոշ պրոֆակտիվիստներից նույն վիճակն էլ Ռուսաստանում է, որոշ շրջանակներում։ Ռուսական լրատվամիջոցները ինչու այդ Մայդանը այսպես բռնեցին այդ թեման եւ տան։ Դուք մասնակցել եք, ես դա մեր հեռուստադիտողների մեծ մասն էլ հավանաբար դիտել է, տևեց է հեռուստաընկերության այն Ռոման Բաբայանի հայտնի թոք-շոուին, որտեղ ներկայացնում եք իրավիճակը եւ բանավիճում եք։ Ընկալումները, հա, երբ որ շփվում եք ռուսական փորձագիտական, քաղաքական, ինֆորմացիոն շրջանակների հետ, ինչու Մայդան այսպես ինչն էր պատճառը, մակերեսային գիտեն Հայաստանի խնդիրները, թե ուղղակի տեսնում են ձևը շատ նման էր այն իրադարձություններին, ինչ տեղի ունենում Ուկրաինայում, վերջ դա Մայդան է ու վերջ։
Իսկ մենք կփորձեմ մի քանի ներքին ինֆորմացիա տալ, ինչքանով ես հասկացել եմ շփվելով իրենց շրջանակների, ուկրաինական դեպքերից հետո Ռուսաստանի մեդիա հասարակության որոշ մասի մոտ գաղափար է արթնացել, որ մյուս Մայդանը պետք է լինի կամ Հայաստանում, կամ Բելարուսում, կամ Ղազախստանում, հա, որովհետև միակ ինտեգրված ընդհանուր ինչ-որ Եվրասիական տնտեսական միության մեջ երկրներ են եւ սպասվելիք Մայդանները պետք է լինեն այնտեղ եւ իրենց մոտ նամանավանդ խոսքս գնում է Ռասիա 24, հա, հերոստաղալիքի դրատակ գործող ԶԼՄ-ների, իրենք սպասում են Մայդանի։ Եվ արդեն ամեն տեղ, որտեղ 3 հոգուց ավելի շատ մարդ է հավաքվում եւ բողոք է լինում, իրենք մտածում են, ահա Մայդանը սկսվեց։ Առաջինը այդ վախն էր, որ Մայդան տեսան այստեղ։ Երկրորդը Մայդանը դա ռեյտինգ է, հա, ապահովում եւ եթե դու գրում ես Մայդան, արդեն գալիս են քեզ կարդալու։ Երրորդը կային մարդիկ, որոնց պետք էր իրոք, որ Հայաստանում Մայդան լինի, որովհետև իրենք անտի-Մայդան թեմայի վրա բավականին խոշոր գումարներ են ստանում Կրեմլի ադմինիստրացիայից։ Չորրորդը կային լրագրողներ, որոնք եկել էին հատուկ թեման դեպի Մայդան տանելու եւ հայկական էլեկտրական ցանցերից շեղելու, որ շատ չխորանային այդ ցանցերը մինչև տեղի ունեցել։ Այստեղ խնդիրը ինչու՞մն է, հայկական էլեկտրական ցանցերը դա ռուսական խոշոր պետական կորպորացիա Ինտերրաո-ԵՍ-ի ներկայացուցիչն է։ Եվ Ինտերրաո-ԵՍ-ը, եւ Գազպրոմը, եւ Ռոսնեֆտը, իրենք ունեն շատ խոշոր մեդիա փաթեթներ, հա, եւ շատերը լրագրողներից այսպես թե այնպես սնվում են այդ կորպորացիաներից, հա, եւ նույնիսկ եթե իրեն չես ասում ինչ պետք է արվի, ինքը արդեն հասկանալով, հա, որ ինքը կախում ունի, դա լինի լրագրող, թե դա լինի վերլուծաբան, թե էքսպերտ, ինքը արդեն փորձում է պաշտպանել իրենց գաղափարները եւ իրենց նպատակները եւ այստեղ է զարմանալին, հա, որ շատ հաճախ ռուսական պետական կորպորացիաների շահերը չեն համընկնում Ռուսաստանի պետության հետ եւ շատ հաճախ լինում է մինչեւ Պուտինը անձամբ չի խառնվում, իրենք շարունակում են հենց ապապետական իրենց գործունեությունը։ Սառույցը Մայդանի կոտրվեց ի շնորհիվ եւ մասնագետների, եւ ստեղի ժողովրդի, եւ դիվանագետների, եւ վերջնանպատակը լավն էր, երբ կանգնեց Ռուսաստանի արտգործնախարար տեղակալ Կարասինը, խորհուրդ տվեց ռուսական լրատվամիջոցներին այստեղ Մայդան արտասանելուց կամ դրա տիպի բան ման գալուց բավականին շատ երկար գցել բռնել, այդ դրանից հետո մեզ արդեն բավականին հեշտ եղավ նույն ռուսական լրատվամիջոցներին արդեն բացատրել, որ այստեղ Մայդան չի։ Կապված Մոսկվայի էքսպերտների, գիտեք, մի փոքր հիասթափված եմ, որովհետև Բաբայանի մոտ աստղաբույլներ հավաքվել, հա, էքսպերտների ռուսական եւ մտածում էի ինչ-որ շատ ավելի բարձր մակարդակի եւ շատ ավելի խորը մարդիկ կլինեն, պարզվեց, որ չէ, այնտեղ էլ երկու էքսպերտ կային, որ Ադրբեջանի դեսպանատանում քնում արթնանում են, հա, եւ ուղղակի սնուցում են այդտեղից Մարկովն ու Եփիֆանցևը։ Մարկովը ամբողջ հաղորդման ընթացքում ասում էր, չէ, ձեր մոտ Մայդան է, եւ արդեն պարզ էր, հա, որտեղ ինքը ավելի շատ պրոադրբեջանական դիրքերից էր խոսում եւ իր վրա որևէ տրամաբանական արգումենտ չէր կարող ազդել, որտեղ մարդը ի սկզբանե կաշառված է եւ վաճառված է։ Մնացած էքսպերտների մեջ կարողացանք սառույցը կոտրել, ուղղակի բացատրելով, որ Մայդանացնելով Հայաստանը դուք լեգիտիմացնում եք Հայաստանի մայդանչիներին, հա, то есть այսինքն եթե մարդիկ կարող է իրոք հավատան, որ Հայաստանում Մայդան է եւ սկսեն անկախատեսելի քայլեր անել, որը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ռուսաստանին, նույնիսկ ոչ Արևմուտքին։ Ի վերջո կարողացանք, շատ կարեւոր էր այդ սառույցը կոտրել անհասկացողության, շատ կարեւոր էր նաեւ, որ ռուսական ԶԼՄ-ները այստեղ ունեցան արդեն լավ կոնտակտներ adekvat մարդկանց հետ։ Հա, որովհետև գիտեք ինքը գալիս է, ինքը իր հին կոնտակտներով, չեմ ուզում իմ անունները ասել, նույնիսկ որոշ падգամավորների հետ զրուցում են, падգամավորը կանգնում ասում է, գիտեք դուք Հայաստանում Մայդան է։ Падգամավորը ընդ որում ընդհանրապես պրոռուսական քաղաքականություն տանող է եւ իր կյանքի երազանքը, որպեսզի Ռուսաստանը այստեղ զորքեր մտցնի, ինքն էլ կրկին դառնա առաջի քարտուղար, հա, եւ հիմնվելով այդ մարդկանց կարծիքի վրա, հա, ինքը զանգում է այստեղ, մարդը ասում է, այստեղ Մայդան է, արդեն իրենք ոչ էլ խորանում են։ Այս սկսել են ավելի զգուշորեն աշխատել Հայաստանի դաշտի հետ, արդեն մեկ հոգու կարծիք չեն հարցնում, մի քանի հոգու կարծիք են հարցնում։ Նույնը ուկրաինական հերոստալիք կար, Գրամատսկի TV-ին, որը
այստեղ եկել է չի հանդիպել համարը ոչ մեկ հետ, հանդիպել է մեկ մարգինալ կազմակերպության ղեկավարի հետ եւ հիմա Ուկրաինայով ռեպորտաժ է տվել, որ Հայաստանի ժողովուրդը պատրաստ է զինվել եւ զինված պայքար տանել եւ այլն, իրականում այդպիսի բան չկա, բայց ուղղակի հիմնվել են մեկ մարդու կարծիքի։ Մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային թեմաներին։ Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն է։ Պարոն Քոչարյան, վերջերս եք վերադարձել Արևմտյան Հայաստանից։ Ո՞րն էր առաջի տպավորությունը։ Եք շատ խառը տպավորություններով եմ եկել, բայց հիմնական տպավորությունն այն էր, որ անցավ 100 տարի, բայց մենք այդ հողի տերերն ենք եւ դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ խմբի մեծամասնության կարծիքն է, որ այնտեղ էր Գիտեք, ահռելի անհամապատասխանություն կար այդտեղ բնակվող հիմիկվա բնակչության եւ այդ տարածքների հետ, հա, այսինքն իրոք տպավորությունն այն էր, որ իրենք ապրում են ոչ իրենց հողում, իրենք են շատ լավ դա հասկանում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում իրենք պատրաստ են այդ տարածքները լքել, գնալ ավելի իրենց հարմար հողերում, որտեղ եք շփվել մարդկանց, այդ շփումները, հա, փաստացի տեղ այդ։ Դեք նույնիսկ կարելի է շատ չշփվել, ուղղակի նայել տեղացի բնակչության աչքերին, հա, վերաբերվում։ Վատ չէին վերաբերվում, մի երկու տեղ մենակ Բիթլիսում, մեկ էլ Դիարբեկիրում, Էրզրումում։ Բիթլիսում մի քիչ ագրեսիվ են քրդերը, որովհետև անընդհատ պատերազմական վիճակի մեջ են, քրդական դիմադրության հիմնական կենտրոններից է, իսկ Էրզրումը ցավոք սրտի դարձել է Գորշ գայլերի հենարանը եւ ընդհանրապես բոլորս գիտենք, որ դա Աթաթուրքը այդտեղից է սկսել իր արշավը դեպի Աթաթուրք դառնալը եւ այնտեղ բավականին շատ են այդ ագրեսիվ հենց թուրքերը եւ քաղաքը ամբողջապես թուրքական է։ Եթե ուրիշ տեղեր հիմնական բնակչությունը քրդական է, հա, այսինքն եկել են նստել են մեր պապական հողերին, ինչպես իրենց խորհուրդ են տվել թուրքերը Էրզրումի համար շատ երկար պայքար է գնալու։ Արևմտյան Հայաստանի թեման մեր տեղեկատվական դաշտում ինչպիսին է, ինչ չափաբաժնով է ներկայացվում, ինչ չափաբաժնով եք դուք հանդիպում եւ ինչ լույսի ներքո ենք, հա։ Արևմտյան թեմա, Հայաստանի թեման վերջերս սկսել է բավականին շատ լուսաբանվել, հիմնականում ապրիլի 24-ին մոտ եւ հիմնականում կորստալ հայրենիք, հա, թեմայով։ Իմ կարծիքով ես օպտիմիստ չեմ, ռեալիստ եմ, բայց կարելի է քայլեր ձեռնարկել գոնե պատրաստ լինել, տեսնում եք ինչեր է կատարում տարածաշրջանում, ինչ արագ զարգացումներ է լինում եւ հաշվի առնելով եւ ԻԳԻԼ-ը եւ քրդերի առաջխաղացումը տարբեր տեղերով, ինչ որ մի բան մենք պետք է պատրաստ լինենք, որ այս տարածքների հարցը առաջ է գալու եւ ինչքանով է Հայաստանը եւ Սփյուռքը կարողանալու արդեն այդ ժամանակ տեր կանգնել դրան։ Որոշ տարածքներ կան առանձնապես բնակեցված չեն, այսինքն թեզը, որը իսկ եթե վաղը Թուրքիան հողերը տվեց, դուք ինչ եք անելու 6 միլիոն քրդերի հետ, ինքը սխալ է, որովհետև բավականին շատ հողեր, նույն Կարսը, Արդահանը, Սուրմալու, Նիգդիրը շատ քիչ բնակեցված են, նույն Նիգդիրը, որտեղ 80,000 մարդ է ապրում, մոտ 60-65,000-ը Նախճեվանի ադրբեջանցիներն են։ Այսինքն այդ տարածաշրջան շատ քիչ թուրք է համաձայնում գնալ ապրել, իսկ քրդերը ելի եմ ասում, իրենց բնույթով դեռևս այնպիսի ժողովուրդ են մնացել, որ պատրաստ են տեղափոխվել ավելի լավ տեղեր, չապրել այդ սարերում, այդ ցրտին եւ այլն։ Իմ կարծիքով Հայաստանը միշտ պետք է դրան պատրաստ լինի, դա մեկ։ Երկրորդը իմ կարծիքով գնալ այնտեղ պետք է, որովհետեւ դու ինչքան շատ ես գնում, տեղացի բնակչությունը հասկանում է, որ գնալուց էլ պետք է քեզ այնպես պայես, որ տեղացին հասկանա, որ ինքը ուրիշի հողերում ապրում եւ իրենք լավ հասկանում են դրա մասին, լավ պատկերացում են առանձին զրույցների ժամանակ, հետաքրքիր է եւ թուրքերը եւ քուրդերը ամեն մեկը իր ձևով փորձում ասել դա ձեր հողերն է, եկեք տեր կանգնեք, թուրքերը պարզ է որ հայերին ու քրդերին էլի կռվացնելու իրենց քաղաքականություն են տանում, քրդերն էլ դեռևս հայերի մեջ ինչ որ դաշնակից են փորձում փնտրել, բայց ես էլ եմ ասում, նույն Դիարբեկիրը, որը փորձում են դարձնել անկախ Քրդստանի մայրաքաղաք, այնտեղ շատ լավ են հայերին վերաբերվում, հայերը նույնիսկ
քաղաքապետարանի անունը հայերեներով է գրված, ամենամեծ գործող եկեղեցին Հայաստանից դուրս էլի Դիարբեկիրում է գտնվում, բայց երբեք չես հասկանում արդյոք դա կլինի առավելագույնը հայերի համար, երբ Կրղզստանը դառնա առանձին պետություն, թե ոչ։ Այսինքն լավ կլիներ պետությունը եւ համապատասխան օղակները, արտգործնախարարությունը եւ այլ կառույցները օրակարգ մշակեն, ինչ ենք անելու մենք, եթե անկարծակի Թուրքիան իրավիճակը փոխվի, երբեք չգիտենք ԻԳԻԼ-ը որ կողմը կգնա եւ ոնց կփոխվի, ոնց կօգտագործվի դա, բայց այն որ մեր օրակարգում մենք պետք է դնենք հայ տարածքների վերադարձը, իմ կարծիքով դա պետք է առանց ամաչելու, որ Հայաստանը կարող են մեղադրել ինչ որ այլ երկրների վրա աչք դնելու, որովհետեւ պետական քաղաքական դա եւ պատմական եւ դա իրավաբանական իրողություն է։ Մի կարևոր խնդիր կա, հա, մեր ժողովրդի ծննդականի այսպես ամենախոշոր մասը մենք փաստորեն թողել ենք Արևմտյան Հայաստանում եւ այնտեղ հսկայական մշակութային, պատմական մշակութային ժառանգություն է թողնված, հա։ Այդ տեղեկատվական դաշտում ժամանակակից աշխարհը մեր սոցիալական ցանցերը, բլոգոլորտը այսպես փոքրացրել են եւ ինֆորմացիան հիմնականում տարածվում է այդ ճանապարհով եւ ամենահասանելի ինֆորմացիայի աղբյուրը նույնպես շարունակում է այսօր մնալ համացանցը։ Դուք Հայաստանի ամենահայտնի այսպես բլոգերներից եք եւ որպես տեղեկատվական անվտանգության մասնակետ, հա, հետազոտություններ անում են տեղյակ եք դրա մասին, թե ինչքանով է լուսաբանվում հայկական մշակութային ժառանգության խնդիրը եւ ինչ տեղ ունի դա մեր կոնտենտում տեղեկատվական։ Շատ տխուր բան կասեմ, շատ քիչ է լուսաբանվում, հա, կամ եթե լուսաբանվում է գաղափարական կոնտեքստ, այսինքն մեսիջ իրեն չի տանում, հիմնականը որ ես տեսնում եմ, հա, գնացին ինչ որ նկարվեցին, ցույց տվեցին եւ այլ, բայց օրինակ Ղարսում, մենք Ղարսում բարձրացանք Բերդ, հա, մենք բոլորս գիտենք Ղարսի պատմությունը, հա, ինչպես ենք մենք ինքնուրույն հանձնել եւ պատկերացնենք վարձանում ես Բերդ եւ այդ ժամին գմփոց է լսվում եւ ամբողջ քաղաքը մոտ վայնասուն նամազ է սկսում, ուղղակի նայում ես, ապշում ես, հա, քո հայկական քաղաքը, ճարտարապետությունը նույնն է, հա, մեր Սուրբ Առաքելոց վանքը, որը փորձում են մզկիթ դարձնել, նույնն է մնացել, այսինքն մոտավոր պատկերացնում ես, որ փողոցներում հայեր են քայլում, բայց այդ գոռոցները, հա, այդ ազանի նամազի ձայները ուղղակի ապշեցնում է եւ մեսեջը հիմնականում, որը մենք բոլորս հասկացանք այդ բանը այդտեղից, որ եթե մենք ուշադիր չլինենք կոնկրետ նույն Արցախին, հա, եթե մենք ուշադիր չլինենք մեր Հայաստանի գյուղերին, մեր Հայաստանի եկեղեցիներին, մեր այդ արտագաղթի խնդրին ավելի ուշադիր չդնենք, մենք կարող է վաղը յուրաքանչյուր ներկայիս Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետությունում այն նույն վայնասունը նամազի տեսքով, հա, ունենանք այնտեղ, այսինքն այդտեղից շատերս իջանք այն բանով, որ գոնե ամրացնենք մեր ձեռքբերումները։ Արցախը իմ կարծիքով հիմնասյունն է, հա, հիմա ներկապային գաղափարական, ինչի պատճառով, որովհետև Արցախյան պատերազմը ինքը փոխեց գաղափարախոսություն հայազգի մեջ եւ հայազգին դարձրեց հաղթող։ Հաղթողի բնավորությունը պետք է զարգացնել, հաղթողի գաղափարախոսությունը պետք է զարգացնել։ Իմ կարծիքով մեր որոշ լրատվամիջոցները ընդհանրապես դաշտն են, նույնիսկ եւ սոցիալական ցանցերի ոլորտը ինչ որ ձևի ամաչում է Արցախյան հաղթանակից, հա։ Ադրբեջանցես զարմացվածության Գիտեք, զարմացվածության այս ոնց եղավ, որ մեր մոտ sense բան ստացվեց, ես բազմիցս մի քանի տեղեր ասում եմ, որ նույնիսկ ազգային հերոսների հետ կապված Հայաստանի պետական մակարդակով պետք է մի քանի ազգային մարդկանց ազգային հերոս տալ, նամանավանդ Արցախյան պատերազմում մեծ դեր ունեցած, դա Բեկորն է, Աշոտ Ղուլյանը, դա Շահեն Մեղրյանն է, դա Լեոնիդ Ազգալձյանն է, այսինքն այսինքն շատ մարդիկ կան, ինչի իրենց ես շատ եմ հարգում, հա, Նիկոլայ Ռիժկովին, շատ եմ հարգում Քրքորյանին, բայց ամեն դեպքում չունենալ Արցախյան պատերազմում հաղթանակ տարած մարդկանց ազգային հերոսներ կամ ունենալ շատ քիչ, մենակ առաջի ժամանակներին այս սերունդը պետք է ունենա օրինակներ, հա, ես չեմ կարող սերունդը մեծացնել նրանով, որ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի ազգային հերոսն է, հա, ինքը շատ բան է արել Հայաստանի համար, բայց ներկա Հայաստանի զարգացման փուլում, հա, Արցախի հետ կապված իրեն ինչ որ ուրիշ կուրքեր են պետք, իրեն ուրիշ մարդիկ են պետք, որոնց տեսնելով, որոնց կյանքին հետևելով ինքը պետք է մեծանա, դա է շատ կարևոր, որովհետև ինչ որ պրետենզիա ունենալ
տարածքների վրա Արևմտյան Հայաստանի եւ ամաչելով Արցախյան պատերազմից մենք որպես ազգ իրավունք չենք ունենա որևէ քայլ առաջ տալ, այսինքն այդ կամքը պետք է զարգացնել եւ ելի եմ ասում հասկանալ, որ որևէ թիզ հող տալ նույն Արցախից կամ նույն Հայաստանից, դա նշանակում է ունենալ այն պատկերը, ինչը մենք տեսանք Կարսում այդ մոլաների գոռոցների տակ եւ երբ խոսքը գնաց թուրքերից, հա, թե այն տարվա սկզբում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի արդիվ, թե վերջի ցույցերի առիթով սոցիալական ցանցերում եւ տեղեկատվական տիրույթում նկատելի էր նաեւ այսպես ադրբեջանցիների մասնակցությունը, որոնք ամեն կերպ փորձում էին այդ կրակի վրա յուղ լցնել։ Դա ինչ որ կերպ նորմալ է, որովհետեւ այսպես քարոզչական պատերազմ է ընթանում եւ այդպես էլ պետք է լիներ, հա։ Թուրքական, հա, ենթակառուցվածքները համացանցում, տեղեկատվական դաշտում, իրենք ինչպես են գործում այս իրավիճակում։ Կոնկրետ այս բaragայում թուրքականները пассив էին, այսպես ասեմ, այնտեղ հիմա ներքին բավականին դեպքեր կան եւ նույն Հայաստանի հետ հարաբերությունների հարցը թուրքական օրակարգում 10-12 կետն է ներկապային, հիմնական ռեսուրսները նետված էին Հարամյակի հարցի չակերտների չեզոքացնելու, փոշիացնելու փառքաստու չստացվեց։ Բայց ես այսպես ասեմ, եթե ադրբեջանական տեղեկատվական հոսքերի հետ Հայաստանը շատ հանգիստ, հա, կարողանում է եւ դիմադրել, եւ նախարարձակ լինել, եւ այլն Թուրքիայից շատ բարդ է, որովհետեւ թուրքական այդ քարոզչական մեքենան ինքը բավականին հզոր է եւ ինքը բավականին փորձ է կուտակել այս տարիների ընթացքում այստեղ առանց Սփյուռքի փորձի դեպքեր կարող եք հա մատնանշել, որ դեպքերում է թուրքական քարոզչական մեքենան այսպես մեր համար գլխացավանք դարձել։ Ասեմ, հիմնական գլխացավանքը ներկա պահին մեր մոտ մեր Ստամբուլի պատրիարքարանն է, որը թուրքական քարոզչությունը շատ լավ օգտագործում է, իմանալով եւ վախը, հա, որ ունեն պոլսահայերը ընդհանրապես թուրքերից եւ որոշ պոլսահայերի նամանավանդ բարձրաստիճան եկեղեցականների ու համայնքի ներկայացուցիչների այդ շողոքորթությունը դեպի թուրքեր շատ լավ օգտագործում են դա տարբեր առիթներով, այսինքն ամենաանհարմար պահին կարող է ինչ որ հոգեվորական կանգնի եւ Թուրքիայի գով կանի ապրիլի 24-ին կամ տանեն ծաղկեպսակ դնեն Աթաթյուրքի դամբարանում Վանի Սուրբ Խաչ եկեղեցու աղթամար կղզու մինչև խաչը տեղադրեցին հիմնական դիմադրողը բարձում է պատրիարքարանն է եղել Պոլսոյի, որտեղ վախենում էր, որ հանկարծակի ինչ որ բան լինի, օրինակ շատ լավ օգտագործում են Թուրքիայում ապրող հայերի թեման, հա, կամ շանտաժի տեսքով են օգտագործում, կամ պատկերացեք ամբողջ աշխարհը խոսում է հատուցման պահանջի ցեղասպանության ոչ միայն հայերը, եւ այստեղ կանգնում են պոլսահայերը եւ ասում են մեզ դες բան պետք չի, ես ինչ եղել է, Թուրքիան գնում է դեմոկրատիա եւ այլն։ Սա Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ Ստամբուլում կան 100,000-ից ավել ոչ լեգալ, այսպես հայ աշխատողներ, մենք նրանց կվտարենք երկրից, այն դեպքում, եթե մի բան անօրինական է, ապա իշխանությունների առաջին խնդիրը հենց օրինականությունը դրանով են վախացնում, որ բան չանեք, խելոք չմնաք, մի հատ էլ ցեղասպանություն կանենք, մնացածներն էլ բան կանենք, էլի։ Եվ այստեղ մի քիչ բարդ է խորհուրդ տալ պոլսահայերին, բայց իմ անձնական վերաբերմունքը կամ եթե հայ եք ուզում մնաք, հա, արժանապատիվ, կամ թողեք գնացեք, ձեզ ոչ մեկ չի խանգարում, կամ էլ ուղղակի ձեր քաղաքացիությունը, ազգությունը փոխեք եւ իրոք գովաբանեք որպես թուրք, հա, արդեն ձեր կառավարությանը, որովհետեւ իրոք շատ ցավոտ թեմա է թուրքական քարոզչության մեջ։ Երկրորդ թեման, որը Թուրքիան սովորել է լավ օգտագործել, դա ծպտյալ հայերի թեման է, որովհետեւ այստեղ արդեն շունը տիրոջը չի ճանաչում, հա, որևէ պարագայում երբեք անհնար է կռահել այս մարդը, որը հայտարարում է, որ ինքը հայ է, իրոք, թե իրան թուրքական հատուկ ծառայությունները ասում են, որ դու պետք է հայ դառնաս, ինչ որ այլ նպատակներով եւ որևէ բան միջոց դեռևս չի մշակվել, ինչպես տարբերել, հա, սուտ հային, ինչ որ իրականում, որը ձգտում է դեպի իր հայ ինքնությունը հաստատելը։ Եվ շատ վատ պահ կա, նույնիսկ Հայաստանում էլ այդ բանը զարգանում, ամենաշատ թվով ներկայացնել հայերին ծպտյալ, այսինքն
եթե առաջ խոսքը գնում էր 5 միլիոն ծպտալ հայերի մասին, հիմա արդեն 6-7 միլիոնի է հասնում, եւ դա շատ լավ օգտագործում է թուրքական կառավարությունը, որովհետեւ ասում է ընկերներ, եթե 6-7 միլիոն ծպտալ հայ կա մեր մոտ, հա, բա ինչ ցեղասպանության մասին է գնում խոսքը, ինչ 1.5 միլիոնի մասին է գնում խոսքը, կամ եթե ինքը կրոնափոխ է եղել, արդեն այստեղ բարդ է բացատրել մարդը ինչ շարժառիթներով է կրոնափոխ լինել, ինքնակամ թե ստիպել են, էլի, կամ եթե կրոնափոխ է եղել ու մնացել է Թուրքիայում, ապա երևի թե այդքան էլ վտանգավոր չէր հայերի նկատմամբ, այստեղ երևի ինչ որ ուրիշ խոսակցություն է, այսինքն եւ ի վերջո գիտեք ոնց է, եթե մենք իրոք ունենք 5-6 միլիոն ծպտալ հայ, վաղուց այդ ծպտալ հայերը պետք է դառնային բավականին լուրջ շարժական ուժ, բայց այդպեսի չի դառնում, այսինքն այն որ ծպտալ հայեր կան, այն որ հայեր կան, որը գնում են ձգտում են դեպի ինքնություն, դա պարզ է, ասենք նույն Մուշում, նույն Վանում, նույն Դիարբեկիրում, հա, բայց այդքան մեծ քանակ չի, ինչքան մենք ենք ուզում պատկերացնել, բայց թուրքերը սովորել են, եթե սկզբից վախենում են ծպտալ հայերի թեմայից, հիմա արդեն շատ հանգիստ իրենք են զարգացնում, հա 5-6 միլիոն շատ հանգիստ, շատ նորմալ իրենց համար ապրում են, դեպուտատներ են ընտրվում, ինչ որ փորձում են իշխանական ինչ որ բաներ, այսինքն թուրքերը դա են սովորել օգտագործել եւ մեզ այստեղից պետք չէ շատ ողջևորվել, հա, ամենտեղ ասել, որ 6 միլիոն է Թուրքիայում կա, որովհետեւ պատկերացրեք մի բան, որ վաղը 2 միլիոն ամենավառ օրինակը մենք 2 միլիոն քուրդ, հա, Դավիթ Օղլուի խորհրդականի մոտ։ Թուրքիայում գիտեք, ազգափոխություն կամ կրոնափոխություն անելը, այնց Սալոնիկի դեպքերը հիշենք, ինչքան մարդ միանգամից դարձավ թուրք, հա, կամ ինչքան մարդ միանգամից հրեայից դարձավ հույն։ Այսինքն իրաց վաղը 2 միլիոն թուրք կամ քուրդ կանգնեն ասեն, որ մեր տատերը, պապերը հայ են, մենք հայ ենք, մեզ տվեք Հայաստանի քաղաքացիություն, մենք գալիս ենք Հայաստան բնակվելու։ Ինչ հիմունքներով ենք մենք մերժելու կամ ընդունելու եւ պատկերացրեք 1 միլիոն քուրդ դառնալով Հայաստանի բնակիչ, իրենք արդեն իրավիճակ կփոխեն իրենց ուզածով։ Այսինքն ինչ ճանապարհ կա այդ վատ բառը մասում, ինչ կարող է ֆաշիստական ինչ զտման ճանապարհ կա, հա, ֆիլտրացիոն մեխանիզմ կա, ես շատ կողմ եմ, որ Հայաստանի քաղաքացիների քանակը լինի 15 միլիոն, բայց ինչքանով է 15 միլիոնը իրենք աշխատեն Հայաստանի հայ ազգի, հայ կրոնի, հայ մշակույթի, թե ուղղակի մենք քրդերին կբերենք կլսնենք ծպտված քրդերին արդեն թուրքերին կբերենք կլսնենք, իրենք իրենց ուզածով կանեն, այսինքն այստեղ շատ լուրջ հարց կա եւ թուրքական կառավարության հիմնականը ինչ եղել են 100 տարի առաջ, տենց էլ մնացել են, այսինքն աշխատում են այն պրինցիպով ուժեղի ձեռքը համբյուրի, թույլի ձեռքը կտրի, ոչ մի բան չի փոխվել, հենց ինչ որ միտեղ թույլ տեղ զգան, միանգամից կմտնեն, կկտրեն, կկոտորեն եւ մեր մեծ խումբ կա, որը ինչ որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ես իմ գրանտային ծրագրերով թուրքերը փոխվել են, թուրքերը մեր բարեկամն են, ամենավառ օրինակը Քեսաբում էր, հա, այսինքն հենց թույլտեղ գտան, եկան միակ հայաբնակ տեղերից, հա, պատմական Կիլիկիայի պատմական գյուղը փորձեցին աշխարհի երեսից սրբել եւ process-ը շարունակում է եւ Թուրքիայի աջակցությունը ԻԳԻԼ-ին եւ ԻԳԻԼ-ի ձեռքով նաեւ հայերի կամ ասորիների հարցերը լուծումը դա այդ քաղաքականությունը շարունակում է հանկարծակի պետք չէ շփոթվել որ թուրքերը դարձան շատ բարի փոփուշ ինչ որ պետություն եւ փորձում են արդեն հայերի լեզու գտնել ինչ որ լավ բաներ երբեք այդպեսի բան չի լինել 100 տարվա մեջ մենք էլ խելոքացել ենք փոխվել ենք մեր պատմությունից որոշակի դասեր ես չեմ հիշում կոնկրետ ով ասեց թուրք առաջնորդներից ինքը շատ լավ բնութագրեց հայ ազգը ցավոք սրտի որոշ ճիշտ բաներ կան դրա մեջ որ ասեց հայ ազգի կարճ հիշողության պատճառով ինքը ամեն 20 տարի պատրաստ է ցեղասպան լինել այսինքն հայերը շատ շուտ են մոռանում իրենց այդ ինչ է եղել եւ նույնիսկ հասարակության մեջ Հայաստանի կան տարրեր որոնք արդեն մոռանում են Սումգայիթի, Բաքվի դեպքերը եւ այնուամենայնիվ մեծամասնությունը այդպես չի կարծում եւ որոշիչ հատվածը հասարակության հուսանք որ այդպես որոշիչ հատվածը լավ կլիներ որ որոշիչ հատված ավելի ակտիվ լիներ նույն սոցցանցերում նույն բաներն որովհետեւ չէ որոշիչ հատվածը հա ինքը ավելի համախմբված է եւ ավելի ագրեսիվ է նույն սոցցանցերում այդ իրույթում եւ մեկ-մեկ որ մտնում ես սոցիալական ցանցեր մտածում ես ես ընկել ես ինչ-որ մեծ կոսմոպոլիտ շրջապատ, հա, որտեղ ոչ ազգություն է սիրում, ապազգային ինչ-որ երևույթներ, նույնիսկ վերադառնալով Բաղրամյանի ցույցին, խոսակցներ եք արդում, որ վայ ինչ լավ է այդ Գինոսյանեն գնացին այդտեղից, արդեն զզվել ենք այդ հայկական երկու պարից, վերջապես ինչ-որ նորմալ երաժշտություն այդտեղ կա, ինչ-որ sense բաներ, այսինքն այդ տարերը միշտ էլ կա, բայց ցավոք սրտի իրենք շատ ավելի ակտիվ են։ Այո, մարգինալներին այսպես պետք է սահմանների մեջ պահել։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի, հետաքրքիր տեղեկատվության համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն էր։ Մենք կհանդիպենք վաղը Հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։